Մեկը 5000 զո, մեկը 7000 զո, այսինքն այդ առնախումներին քիչ է, հասկանում եք։ Քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել։ Նրանք չեն կարողանում տանել։ Եվ ասում եմ, իրանց ժամանակներում այդ շարունակակ ամենակարևոր առանձնահատկությունը, այդ իրանց երեխեքը չեն եղել։ Իրանց երեխեքը չեն եղել զոհվողները։ Իրանց երեխեքը ասում եմ, դիրքերում եւ սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Հենա, իսկ իրանց երեխեքը, հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է, Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ միտեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ էլ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու, այ դուք տենց եք, դուք Ղարաբաղի մասին խոսում եք, դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կռուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտակ, չոքցրած, բոլորիդ բերելու եք պատասխանատվության, ծանուկան գագիկ, լեզուտ երկարել, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվության։ Մեկել են գալուգացի մեկը կա, մեկ է գագուն, ասպա մենք մեր ոչ մեկի ասած ասպա չեն կանի, իրանք ասպա մեզ ինչ որ կասեն, նախ լսեք երկու ստել, որ մենք ուզենայինք, որ դուք բան անեք, դուք հլու հնազանդ անող եք, դուք կյանքում ինքնուրույն բան արած չկաք, դուք առանց ձեզ ասելու բան արած չկաք, ուրիշ բան, ձեզ թվում է հիմա ձեզ պապա եք գտել։ Որբ եք մնալու, որբ։ Նրանք ովքեր գտնում են, որ պապա են գտել, որբ եք մնալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պապա էլ, մամա էլ, կարան լինի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ուրիշ ոչ մեկ, ուրիշ ոչ մեկ։ Եվ հետևաբար, դուք հնազանդ, բոլորիդ եմ ասում, ուրա, ով նայում են հիմա տարբեր տեղերում, դուք հնազանդ ձևով, գալու եք պապայի և մամայի մոտ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ, դուք ուրիշ փախնելու տեղ չունեք, չեք փախնելու, որովհետև սեկտերը փակածա և փակածել մնալու, չեք փախնելու ոչ միտեղ, այլևս ոչ մի հույս չունենաք, որ տարբեր տեղերից կարողանաք, չգինեմ, ինչ-որ հովանավորություններ ստանալ, այլևս ասում եմ, Հայաստանի Հանրապետություն, բա որ ասում ենք, մենք պետություն ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինչ նկատի ունենք, նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում պապայություն և մամայություն կարանի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տղամարդիկ պապայություն, կանայք մամայություն։ Եվ հա ժողովուրդ գիտեմ քննադատություն կա, որ միջև իմի դրանք ինչի են պատժված չենք, ինչի են ազատության մեջ, ասեմ ժողովուրդ ջան, որովհետև 2018 թվականից մենք մի ֆրոնտով չենք պայքարել, մենք 23 ֆրոնտով ենք պայքարել, մենք բազմագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարել, և այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք մնացել է վերջին 3 գլուխը, վերջին 3 գլուխն է մնացել, այդ վերջին 3 գլուխ ես ընտրություններում պիտի կտրենք իրար հետ, Եվ հետևաբար,
Եվ էլի եմ ասում ժողովուրդ, նույնիսկ այս ամեն ինչով հարդերց, այս ինչ որ ասեցի ամենակարևորը չի։ Ամենակարևորը հետևյալն է, որ 2026 թվի հերթական, խորհրդանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը պետք է իր զավակին, իր 9 ամսյա զավակին խաղաղությանը պետք է տեր կանգնի։ Ձեր զավակին պետք է տեր կանգնեք ժողովուրդ ջան։ Դրա համար պետք է գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք հանուն Հայաստանի, հանուն խաղաղության, հանուն ապագայի, հանուն պետության։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց կարևոր է նաև արձանագրել ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Այդ նախկին ներկան, այդ բանը, այդ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրանց օլիգարխները, են Բելարուսի մեկի անունը Գագոյա մեկի, այդ դրանք քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել, հեռացնել, վիրահատական եղանակով չի լինում, չի ստացվում այլ կերպ։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, եւ պետք է գնանք, մարդիկ այսօր մեզ են ասում, ընդ որում էտել է շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Մեզ ասում են, դուք ասում եք թալանածը հետ կբերեք, ես կանեք այդ նախ մենք թալանած լիքը բան, ես ձեզ կոնկրետ ասում եմ, ֆինանսների նախկին նախարար Խաչատրյան Գագիկի տունը Միացյալ Նահանգներում վաճառվել է ինչ որ գնով, Միացյալ Նահանգները ինչ որ մի տոկոս պահելու է, մնացածը փոխանցելու է մեզ, եւ դա process-ի մեջ է։ Մենք միլիարդների եկամուտ գողացած արդեն հետ ենք բերել։ Ժողովուրդ ջան, հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցից մտել է 66 միլիարդ դոլար։ 66 միլիարդ դոլար։ Այդ բավոր, այդ են գումարն է, որ դրանց գրպանն է գնալիս եղել։ Բա մի օրինակ բերեմ։ 2020 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավել հարկ է վճարել, քան նախորդող նույն 8 տարվա ընթացքում։ Այսինքն էլ 300 միլիարդ դրամի մենակ ավել եկամուտ է եղել։ Բա հիմա դուք հաջորդ հարցը կտաք, կասեք, բա այդքանը ինչ է եղել։ Բայց 66 միլիարդ ուր է, բայց 300 միլիարդ ուր է։ Մենք տարբեր ծրագրերով ժողովուրդ 1 միլիոն 1.4 տրիլիոն գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին։ 1.4 տրիլիոն գումար։ Ոնց ենք վերադարձրել։ Վերադարձրել ենք կենսաթոշակների ավելացմամբ։ Վերադարձրել ենք եկամտային հարկով 54,000 ընտանիք 2018 թվականից էսկոմ տան բնակարանի տերադարել եկամտային հարկի վերադարձի եւ այլ ծրագրերի շնորհիվ։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային միջև 6 տարեկանը 50,000 դրամ մենք նպաստ ենք տալիս, բա որտեղից ենք տալիս։ Բա գիտության ֆինանսավորումը կրկնապատկել ենք, բայց այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող զինվորական կա, շարքայինի մասին է խոսքը։ 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այսօր 300 դպրոց է կառուցվում երկրում եւ 500 մանկապարտեզ է կառուցվում երկրում։ Մենք այս ընթացքում հաշվել է, այդ թիվը մոռացա ինչքան, $1 միլիարդ մոտավորապես մեր բաներում, մեր համայնքներում ներդրումներ են կարել։ Գյուղեր կան, որ իրանց պատմության ողջ ընթացքում մի հատ բարեկարգ փողոց չեն ունեցել, մի հատ տասնյակ գյուղերի տասնյակ բնակավայրեր բարեկարգ փողոցներ ունեն, բարեկարգ փողոցներ, բայց միևնույնն է, այդ process-ը շարունակվում է եւ շարունակվելու է, բայց ես նաեւ ուզում եմ ընդունել եւ խոստովանել, որ այդ process-ները չեն գնացել այն ծավալով եւ այն ինտենսիվությամբ,
ինչ որ մենք ի սկզբանե ակնկալում էինք, ինչի, որովհետև դիմադրություն ա եղել, բայց այդ մարդիկ ով է 66 միլիարդ դրամ 66 միլիարդ դոլար կորցնելը հեշտ է, բայց այդ մարդիկ այդ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, ժողովուրդ ջան, մաֆիայի, բայց ես ուրիշ միտք էի ասում, մեզ ասում են դե դուք ասցիք վերադարձրեք, չեք վերադարձրել պատշաճ, եւ մեզ քննադատում են դրա համար, եւ գիտեք ովքեր են քննադատում, էլի այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրանց սատելիտները, որոնցից ոչ մեկը չի ասում, ես իմ նախընտրական ծրագրում կներառեմ կետ, ես ավելի լավ ապօրինի գույքը կվերադարձնեմ։ Մեզ քննադատում են, որ մենք լավ չենք վերադարձրել, բայց իրանցից ոչ մեկի ծրագրում չկա այդպիսի կետ, որ մենք ավելի լավ կվերադարձնենք։ Եվ հետևաբար նրանք ուզում են ջարդեն այդ համակարգը, բայց չեն կարող, որովհետև արդեն նախադեպային վճռով մենք վճռապեկ դատարանի որոշում ունենք։ Բայց միևնույնն է բոլոր դեպքերում, ժողովուրդ ջան, այս առաջիկա ընտրությունները ամենակարևոր իմաստով մի բանի մասին են, մի բանի, որից բխում է նաև մեր մյուս խոսույթները եւ մյուս ասելիքները։